Ողջույն սիրելիներս, բարի գալուստ Ծահականուշի խոհանոց։ Անչափ ուրախ եմ կրկին ձեզ տեսնել իմ այս փոքրիկ անկյունում։ Ինչպես տեսնում եք, պատրաստել եմ կարկանդակ, շատ համեղ, երևելի և ամենակարևորը գարնանային կարկանդակ։ Ինչ միջուկ եմ օգտագործել, այդ մասին կիմանաք մի քիչ ուշ։ Արդեն կանաչեղենի սեզոնն է և ես տապակում եմ իծկոտ։ Ովքեր ծանոթ չեն, ասեմ, որ շուշանազգիներին պատկանող բույս է, շատ համեղ է և շատ առողջարար։ Այժմ տապակեցի մի փոքր կարագով, հիմա վրան պիտի ավելացնեմ ձու, կարագը քիչ եմ դրել, որպեսզի ավելորդ խմորը չծանրացնեմ, վերցրեցի մեկ ձու, մեկ դեղնուց, սպիտակուցը կդնեմ մի կողմ, հետո կիմանաք արդեն ինչի համար։ Այժմ բավականին լավ տապակվել է կանաչին և ավելացնում եմ ձուն։ Կանաչին իհարկե աղով պիտի եփենք, պարտադիր, որպեսզի համեղ լինի, տեսնում եք շատ յուղ չկա, որպեսզի խմորը չթրջվի, ավելորդ ծանրություն չառաջանա։ Թողնում ենք հովանա և այժմ բացում եմ խմորը։ Մեկ գունդ շերտավոր խմոր, տեսնում եք փուչիկներ ունի խմորը, սա արդեն խոսում է այն մասին, որ խմորս հաջողված խմոր է։ Այժմ միանգամից խմորը բացած կտեղափոխեմ յուղաթղթի վրա, որպեսզի հետո կարկանդակը ձեռքից ձեռք չանցնի։ Այժմ ուզում եմ ցույց տալ, թե ինչ չափի բացեցի մոտավորապես այս գունդը։ Եթե նայում եք իմ ձեռքերի չափին, 1 թիզ և 4 մատ, իսկ երկարությունը համարյա թե 2 թիզ, սա արդեն կախված է ձեր խմորի մեծությունից։ Այժմ խմորի 1/3 մասը, մեջտեղի մասը, ինչպես տեսնում եք մի թեթև նշում եմ անում, առանձնացնում ենք, որովհետև մեջտեղի մասում պիտի դնենք խճողակը, տապակած կանաչին, իսկ կողքերը փոքր կտրտելու եմ այսպես մի մատ կամ մի քիչ ավել լայնությամբ գեղեցիկ շերտերի եմ բաժանելու, որպեսզի հետո կարողանանք հյուսքերը անել։ Մի կողմը արեցի, հիմա երկրորդ կողմն եմ անում, եթե նկատեցիք, ես եզրերը չկտրեցի, դրա կարիքը չկա, որովհետև եզրերի հետ կապված ոչինչ չունենք, ոչ գունդը բացվելու, ոչ շերտերի երևալու համար, դրա համար ավելի լավ է թողեցի խմորը ամբողջական։ Դուք կարող եք վարվել այնպես, ինչպես սովոր եք կամ ինչպես ձեզ հաճելի է։ Այժմ շատ հեշտ ձևով այսպես իրար հետ խաչվող շերտերը բերում եմ մեկը մեկի վրայով, շատ հեշտ, թեթև, նաև գեղեցիկ թխվող այսպիսի մի տարբերակ է, շատերն են անում, ճիշտն ասած տեսել եմ տեսահոլովակներում և ինձ դուր է եկել, այսպես շատ լավ է։ Ես ասեմ, որ այս կանաչին իծկոտը օգտագործում եմ նաև սառեցրած վիճակում, բոլորովին համով չի զիջում թարմ կանաչուն, ձմեռն էլ եմ պատրաստում, բայց քանի որ տապակում էի իծկոտը ուտելու համար, մի մասը վերցրեցի, որպեսզի կարողանամ այս համեղ կարկանդակը պատրաստել։ Այժմ հեշտությամբ տեղափոխեցի տապակամանի մեջ, ինչպես տեսնում եք բոլորովին ձևը չկորցրեց, չդեֆորմացավ և սպիտակուցը հարում եմ։ Իմ մշտական հետևորդները գիտեն, որ ես շերտավոր խմորի վրա քսում եմ միայն սպիտակուց, դեղնուցը չեմ օգտագործում, ավելի գեղեցիկ, վարդագույն, ոսկեգույն երանգ է ստանում, ինձ այսպես ավելի շատ է դուր գալիս։ Եթե չեք փորձել դեռևս փորձեք և կտեսնեք, թե ինչպիսի գեղեցիկ խմորեղեն կստանաք։ Ահա այսպիսի մի գեղեցիկ կարկանդակ ունեցանք։ Տեսեք ինչքան լավ է թխվել, միայն սպիտակուցով ինչքան լավ է կարմրել շերտը։ Այժմ տեղափոխենք մատուցվող ափսեի մեջ և մեր գեղեցկուհին պատրաստ է արդեն համտեսվելու։ Ահա այսպես, տեսեք բոլոր կողմերից ցուցադրում եմ, ոչ մի տեղ չի բացվել, շատ գեղեցիկ
հյուսվածք ստացվեց։ Այժմ կտրում ենք, դեռևս տաք է, ավելի լավ կլինի, որ հովանա մի քիչ, բայց ինչպես գիտեք չենք համբերում և շտապում ենք համտեսել և հետո եթե կարկանդակ, ուրեմն ավելի համեղ է տաք վիճակում։ Ահա, տեսեք ինչպիսի տեսք ունենք ներսի կողմից։ Հիմա մոտեցնեմ, ավելի մոտիկից տեսեք, շերտերը շատ լավ են երևում, շատ լավ բարձրացել է խմորը, դուք տեսաք, թե մի գունդը, որ 450 գրամ է կշռում, ինչ մեծությամբ բացեցի և ինչպիսի շերտեր ստացան։ Կուզեք ավելի փոքր բացեք, ավելի հաստ կստացվի ձեր խմորը, շերտերն էլ ավելի երևելի կլինեն։ Այսքանը սիրելիներս, ես ուզեցի ձեր հետ կիսվել իմ այս համեղ բաղադրատոմսով, վստահ եմ դուր եկավ ձեզ։ Դե ինչ, արդեն ժամանակն է, որ ես ձեզ ասեմ ցտեսություն, կրկին հայտնում եմ իմ շնորհակալությունը և մինչ նոր հանդիպում։